Սիրելի ուխտավորներ, փառք եւ գոհություն Աստծո։ Հոպելյան այս տարին, որ Հռոմի մեջ կգտնվենք, մենք կգտնվենք հիմա Սանտա Մարիա Մաջորե բազիլիկին դիմաց։ Սուրբ Մարիամ մեծ, Սուրբ Մարիամ մեծ եկեղեցու, Մաջորե կնշանակե մեծ։ Հռոմի մեջ, գիտեք, որ Աստվածամոր նվիրված բազմաթիվ եկեղեցիներ կան, Հռոմի մեջ Աստվածամոր նվիրված ամենամեծ տաճարը, բազիլիկը այս եկեղեցին է։ Երբ սարքված է, երբ շինված է այս եկեղեցին։ Ասեմ, որ 431 թվականին Եփեսոսի մեջ, Էֆեսոս, որ այժմ Թուրքիա է, եկեղեցվո հայրերը, 200 հայրեր հավաքվեցան եւ ժողովրդին ու հայտարարեցին աղանդավոր մի ելածեր Նեստորը, որ գսեր, որ Հիսուսը ինք մարդ էր, Աստված չէր, եւ հետեւաբար Մարիամը ոչ թե Աստվածամայր է, այլ Մարիամը Հիսուսամայր է, Մարթամայր է։ Ստակ է, եկեղեցվո հայրերը 431-ին երրորդ դիեզերական ժողովրդին կումարեցին։ Առաջինը Նիգիայի մեջ 325-ին, երկրորդը Կոստանդնուպոլսի մեջ 381-ին եւ երրորդը Եփեսոսի մեջ 431-ին եւ այնտեղ հռչակվեցավ, որ Հիսուս Քրիստոս ինք Աստուծո որդին հավասար Աստված է, մեկ Աստված, երեք անձնավորություն, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, Հայրը Որդին կամ Սուրբ Հոգին չէ, Որդին Հայրը կամ Սուրբ Հոգին չէ, Սուրբ Հոգին Հայրը կամ Որդին չէ, այլ Հայրը Հայր է, Որդին Որդի է, Սուրբ Հոգին Սուրբ Հոգի է, բայց երեք տարբեր Աստվածներ չեն, այլ մեկ Աստված։ Անոր համար մենք եւ որ պիտի խաչակնկենք, մեր առաջին երեք մատները իրարու կմիացնենք, որովհետեւ Հայր, Որդի, Սուրբ Հոգի մեկ Աստված, մեկ Աստվածություն, մեկ բնություն, իսկ այս երկուքը Քրիստոսի Աստվածությունը եւ մարդկությունը, որ կատարյալ Աստված, կատարյալ մարդ միացած Քրիստոսի մեջ, այդպես է որ մենք կխաչակնկենք։ Ուրեմն 431-ին երբ որ Եփեսոսի մեջ դիեզերական ժողովը կմարվեցավ, այստեղը բաբը Աստվածամոր Աստվածածին ըլլալը շեշտելու համար այս տաճարը սարքեց 431-ին։ Այստեղը սիրելիներ Իմ բյուզանդական եկեղեցի մի եղած է ներքևը, կտեսնենք ներսը, շատ կարևոր է այս եկեղեցին, որովհետև նաև զանգակատունն է ասիկա սիրելներ, Հռոմի ամենեն բարձր զանգակատունն է, 75 մետր է բարձրությունը, 75 մետր բարձրություն է, ուրեմն նաև այս եկեղեցին կգոչվեր Աստվածամոր, Ծյունի Աստվածամայր, ինչու, որովհետև ըստ ավանդության կպատմվի, զույգ մգային, զավակ չունեին, ըսին Աստվածամոր, որ մենք ինչ որ ունենք, քեզի պիտի տանք, ուր գուզես, որ եկեղեցիդ սարքվի, եւ օգոստոս 5-ին այստեղ ծույն տապեցավ, ադոր համար ամեն տարի օգոստոս 5-ին կմպետեն ջերմակ վարդի թերթեր կտապեն ժողովրդին վրա, ի հիշադակ այդ ուրեմն հին ավանդության, եղավ։ Ուրեմն եկեղեցվո ֆասադը սիրելիներ, անշուշտ ժամանակի ընթացքին է որ սարքված է, այս եկեղեցվո մեջը ներսը պիտի տեսնենք մոզաիկներ, շատ սքանչելի մոզաիկներ, Մովսեսի կյանքը, որ Գարմիր ծովը բացավ, Գարմիր ծովեն անցան ժողովուրդը, պիտի տեսնենք Հիսուսի կյանքեն, Աստվածամոր կյանքեն, Խորանին վրա պիտի տեսնենք Աստվածամոր պատկերը շատ սքանչելի կերպով սիրելներ, եւ նաեւ ասեմ, որ եւ որ ներս մտնենք, պիտի տեսնենք վերևը ոսկի առաստաղ, գսվի, որ այդ ոսկին գիտեք ով բերած է, Քրիստոֆոր Կոլոմբոս, եւ որ ոսկին հայտնաբերեց եւ եկավ, Աստվածամոր նվիրեց իր բերած ոսկին եւ կմպետը, ուրեմն Քրիստոֆոր Կոլոմբոսի բերած ոսկիով ձևված է սիրելներ։ Նաև կարևոր բան ասեմ, շատ կարևոր բաներ կան ներսը, 36 սույն պիտի տեսնեք, 36 սույն, գսվի որ այդ սույները 5-րդ տարին եկած է, հին ժամանակ են, եւ որ տեսեք այսիկա Պորտա Սանտան է, ճիշտ իմացեք, տեսեք Պորտա Սանտան, ըսից էսի որ բազիլիկները, 4 բազիլիկները ինչ ունին սուրբ տուր, որ այնտեղի մտնողները
իրենց մեղած թողություն կստանան եւ գվերան օրոքին հավատքով այդ թուրը փակ կլա ամբողջ տարվա ընթացքին 25 տարի անգամը կբացվի ուրեմն եթե այս տուրեն մի դմտնենք հիմա եթե երթանք մինչև ձայր ցախ թևին վրա մադուր մգա գիտեք որ կաթոլիկ եկեղեցին սիրելներ մեծ բաժինեն զատ գոմերը մադուրներ ունի չէ մեկ մադուրը շատ հրճագավոր է բորգեզ մադուրն է չապելն է այնտեղ Աստվածամոր պատկերը գա հրաշագործ պատկեր է ըստ ավանդության Ղուգաս Ավետարանիչը գծած է Աստվածամոր այդ պատկերը Նազարեթի Աստվածամոր դան սեղանին վրա գծած է պատկերը եւ այդ պատկերը հրաշագործ է որովհետեւ բազմաթիվ սիրելիներ ուրեմն երբ որ հիվանդություններ վարակներ եղած են այդ Աստվածամոր արցան պատկերով ամբողջ քաղաքը դարձած են եւ հիվանդությունը կացած է գբատմվի որ 590 թվականին Գրիգոր մեծ բաբը շատ մեծ է, շատ բացառիկ քրություններ ունի, ես երբեմն կգարտամ շաբաթ օրերը ժողովրդին, Գրիգոր մեծ բաբը սիրելին է, շատ հավատքով էր եւ Աստվածամոր նվիրված, շատ մեծ հավատք ուներ, ուրեմն երբ որ իր ժամանակ մեծ վարակ մը գլա այստեղը, պանդեմիկ մը գլա, ինքը մոտեցեք, երբ որ պանդեմիկ մը գլա սիրելիներ, ինքը ժողովրդին գսե որ փանենք թափոր գազմենք եւ թափորով Աստվածամոր բարեխոսությունը կխնդրեն գիշեք ցեսի Վատիկանին թիմա ցույց տվի որ ռեշտակ մգեցերը եւ սուրը բռնած էր այդպես արսացած ուրեմն ըստ ավանդության այնտեղ հրեշտակը կդեսնե որ իր սուրը իդ բադյանը գտնե ասելու համար որ այդ պանդեմիկը այդ վարակը ինչ եղավ վերջ կդավ իրենց աղոթքը ընդունվեցավ ուրեմն Աստվածամոր այս եկեղեցին մշտապես կարևորություն եղած է իսկ ինձ նաև ասեմ սիրելիներ մայր խորանի ներքևը ինձ համար շատ այսպես հարազատ եւ սրտամոդիկ եղած է իմիջի այլոց այստեղին շենքը գտեսնեք այստեղին շենքը իմ համալսարանս է որ ես հաջախած եմ ուրեմն օրիենտալ է Պոնտիֆիչե օրիենտալի համալսարանն է կանայավիդական արևելագիտության գաճարն է ես այս համալսարանի մեջ 3 տարի մաստերս սրած եմ ամեն աստուծո դված արաբոտ ես կուկայի գիչնեի խորանին դագը եւ ամեն արդու այնտեղ աղոթներ գնեի ամեն արդու ասկիս համար ընտանիքիս համար ամեն ինչի համար որովհետեւ այստեղ գտնվի գիտեք ինչ խորային դակ Հիսուսի մսուրի ամենամեծ գդորը Հետևաբար Հիսուսի մսուրը այստեղ պիտի տեսնենք խորանին դագը սիրելներ նաև այնտեղ պիտի տեսնենք Սուրբ Հերոնիմոսի Սենտ Ջերոմին Ջերոմը լսած եք ինքը սիրելներ Սենտ Ջերոմը 4-րդ դարուն Աստվածաշունչը որ 5 դագարանը գրված է եբրայերենով իսկ նոր դագարան գրված է հունարենով ինք թարգմանեց լատիներենի Վուլգատա կնշանակե վուլգատ ժողովրդական վոլգատ այսինքն վոլգեր ուրեմն ժողովրդական լեզվի թարգմանեց Աստվածաշունչը եւ ամենեն հրճակավոր ուրեմն թարգմանություններն մեկն է այստեղ տաղված է ինքը սիրելի եղբայրներ եւ քույրեր նաեւ այստեղ տաղված են շատ ուրիշ բաբեր որոնց մեն վերջինը Ֆրանսիս բաբը որ մահացավ այստեղ տաղված է ինքը միշտ այստեղ գուքար աղոթ կփարսացներ այս սույնին համար ալ ցեզի խոսիմ գտեսնեք այս սույնը սիրելիներ բաբերը գանքնած են Պավլոս 5-րդ բաբը գանքնեց այս սույնը Աստվածամոր նվիրելով գտեսնեք վերը Աստվածամայրը ցերկը մանուկ Հիսուսը եղավ ուրեմն շատ բաներ կան ներսը տեսնելիք սիրելի ժողովուրդ ներսը արկիրված է խոսիլը ադորամար հիմա ցես դուրս բացադրեցի որ ներսը վայելեք աղոթեք Աստվածամոր բարեխոսությունը խնդրենք որբեսի Աստվածամայրը մեր բոլորին եւ մեր ընտանիքներում մեր ազգին համայն աշխարհին իր որդին կոտ բարեխոսե խաղաղությունը լա սերը լա համերաշխությունը լա այն ընտանիքներում մեջ որոնք որ նեղություններ կան անհաշտ վիճակներ կան քարգություն կա իրարանցում կա խաղաղություն թողլա համերաշխություն թողլա որբեսի ամեն ընտանիքները սրբությամբ Աստվածամոր սրբությամբ ապրին սիրելի քույրեր սրտանց կսեմ որ
Աստվածամոր առաքինություններով լեցվիկ, որբեսի ծեր ամուսիներուն թարնակ օրտնյալ գին ինչպես Աստվածամայր Հայրովսեփին եղավ, թարնակ օրտնյալ մայր ինչպես Հիսուսին եղավ եւ իսկապես սիրելներ Աստվածամայրը ծեր բոլորին օրինակ լա։ Իստեղա մարդոցալ գսեմ որ Հայրովսեփի օրինակ ունեցեք, որբեսի ծեր դիգիներուն, ծեր զավակներուն, ծեր ամբողջ կյանքով ծառայեք սրբությամբ եւ օրդությամբ։ Ծեր բոլորին աղոթքը ընդունելի լա ուխտերնիտ կդար։